Կարնիկ Դանելյան։ Պարոն Պողոսյան, հարցս Արցախցի երիտասարդի Վանաձորի ոստիկանական բաժանմունքում խոշտանգման ենթարկելու մասին է։ Տիգրան Ուլուբաբյանը մանրամասն ներկայացրել է իր հետ կատարվածը, նշեմ, որ խոսքը ոչ միայն իր առողջությանը ոստիկանության պատճառած վնասի, ուժեղ ֆիզիկական ցավի, այլ նաև իրեն հոգեկան տառապանք, նվաստացում, հայհոյանք, սպառնալիքներ պատճառելու մասին է։ Հիմա հարցս. որևէ ոստիկանի լիազորություններ կասեցվել են, եթե ոչ, ապա ըստ ձեզ նրանք զրկված են ապացուցողական գործընթացին խոչընդոտելու հնարավորությունից, օրինակ, այդ կոնտեքստում ինչպես է ստացվել, որ բացակայում են ոստիկանության այդ օրվա տեսագրությունները, երկրորդ, արդյոք որևէ ոստիկանի նկատմամբ նշանակվել է փորձաքննություն, պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա են Տիգրանի խոշտանգման ենթարկելու հետքերը, ձեռքի վնասված եւ այլն, եւ երրորդ, բացի փաստաբանների հրապարակած երկու ոստիկանների մնացածի տվյալները պարզել եք եւ վերջում որևէ փաստաթղթի կամ նյութի առկայություն պարզել եք, օրինակ տեսանյութի կրիչներ 7 ժամում ոստիկանություն պահելու փաստաթղթեր։ Հիմա խնդրում եմ այս հարցերին պատասխանեք, քանի որ հարցը նաև հասարակական լայն հնչեղություն է ստացել, անչափ կարևոր է իրավապահ մարմինների օպերատիվ, անաչառ գործողությունները եւ կարծեք թե մինչեւ այս պահը որևէ մի մեղադրյալ չկա, ես խնդրում եմ նաև այս հարցին մանրամասնենք, որովհետև մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ սպասում են այս գործի, ուրեմն օպերատիվ եւ հնարավորինս արագ բարձաբանմանը։ Լավ, շնորհակալություն պարոն Դանելյան հարցի համար։ Այդ գործով նշեմ նաև, որ մեր քննչական կոմիտեի կենտրոնական ստորաբաժանումում ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում կա մասնագիտացված ստորաբաժանում, որը որ զբաղվում է նմանատիպ դեպքերով, երբ որ տարածքում նման ահազանգ եղավ, հաղորդումը ուղարկվեց, վարույթ նախաձեռնվեց, դատաբժշկական փորձակնությունները անմիջապես որպեսի եթե առկա են մարմնական վնասվածքներ տվյալ դուժողի վրա լինի ֆիքսվի եւ վարույթը փոխանցվեց կենտրոնական ստորաբաժանում։ Նշեմ նաեւ, որ ես ինքս ընդունել եմ երիտասարդին, նաեւ պաշտպանի հետ միասին, նաեւ վարույթ իրականացնող մարմնի ներկայությամբ ես ինքս փորձել եմ հասկանամ ինչ է տեղի ունեցել։ Անհետաձգելի բոլոր գործողությունները կատարված է, ոստիկանության աշխատակիցների ինքնությունը պարզված է, առերեսումները կատարվել է, մասնակի կատարվել է, որոշ առերեսումներ կան, ըստ էության հակասություններ որպես այդպեսին կանեն, բայց առերեսումը որպես այդպեսին, որ ինչ-որ արդյունք տա կամ չգիտեմ, ինչ-որ ակնկալիք ունենանք առերեսումից, ամեն մեկը ամեն մի կողմը իր ցուցմունքն է ըստ էության պնդում, բայց այդտեղ կարևոր նշանակություն ունի այլ փաստական տվյալները, այլ ապացույցները։ Այդտեղ մենք գնացինք, քանի որ դատաբժշկական փորձակնություն էինք նշանակել, ըստ էության նաև անհրաժեշտ ելակետային տվյալներ, բժշկական փաստաթղթերը վերցրեցինք, փաստացի պարոն Դանելյան, ստացվում է իրավիճակ, երբ որ անձի վրա մարմնական վնասվածքներ դատաբժշկական փորձագետը չի արձանագրել։ Ընդ որում բժշկական փաստաթղթերով արձանագրված վնասվածքները, որը որպես այդպեսին առկա են եղել, չի ֆիքսվել, քանի որ այդ մասին բարձրաձայնված է, դրա համար եմ ես այս մասով նախաքննության որոշակի տվյալներ ներկայացնում։ Կներեք, եւ դատաբժշկական փորձակնությամբ չի արձանագրվել վանական վնասվածքները, չի հաստատվել։ Մենք նաեւ այլ փորձակնություններ ենք նշանակել, սպասում ենք փորձակնությունների արդյունքներին։ Այս մասով պարոն Դանելյան, իհարկե դեպքը հնչեղություն է ստացել, բայց մենք քրեական հետապնդման հիմքեր ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առկա չեն։ Գոնե այն նվազագույն շեմը, որոնք որ կարող են գնահատել, ընդհանրապես ունենք քաղաքացի, ով որ պնդում է ընդ որում որոշակի հակասական տվյալներ եւ ունենք դատաբժշկական փորձակնության եզրակացություն։ Հիմա մենք ստեղ գնահատենք, որ ոստիկանները խոշտանգել են այս քաղաքացուն։ Կարծում եմ դրա համար նաև այլ փորձակնություն ենք նշանակել հակոստների հետ կապված։ Սպասենք այդ փորձակնության արդյունքները գան, վերջնական հետևություն ես չեմ ուզում անել եւ չեմ ուզում որոշակի կանխակալ դիտարկումներ անեմ։ Քրեական վարույթը իր բնականոն ընթացքով եւ հսկողությամբ գնում է, սպասենք այդ եզրակացություններին, վերջնական իրավական գնահատականը կտանք, երբ որ փորձակնության եզրակացություններն ամբողջությամբ ստանանք։ Այսքանը։ Համեցեք արձակը։ Պարոն Պողոսյան, ես կարծեք թե իմ հարցման ժամանակ
մանրամասն այստեղ նշեցի տեսանյութերի արկայությունը, parzել եք թե չէ, այդ ոստիկաններին տարել եք, ուրեմն դատաբժշկական փորձաքննության, որ parzեք այցուք իրենց վրա հետքեր կան թե չկան, այնտեղ կրիչներ կան, 1000 ու մի հատ բան կա, էլի, այսինքն դուք վերցնում եք ձեր համար, այսպես ասած, մի թեզ եք վերցնում, որ ոստիկանության բաժանմունքում, ուրեմն այդ հարցաքննության ժամանակ ոստիկանը ինչ ասել է, սենց ընդունենք, որ հիմք ենք ընդունում ոստիկանների ասածը եւ այսինքն մեղադրյալների մասով ինչի դանդաղում այդ գործը, ինչի չի նշվածս ուրեմն այդ միջոցառումները կատարվել, ինչի տեսանյութ արկա չի ու սենց ինչուները շատ են։ Ընդամենը մի հատ պատճառ բռնել, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում չի parzվել, բայց ախր դա իմ կարծիքով այդքան էլ օբյեկտիվ չի։ Պարոն Դանիելյան, ես ոչ թե արդեն գնահատական տվեցի, ես նշեցի այն տվյալը, որը ըստ էության դատաբժշկական, քանի որ բարձրաձայնել էր այդ մասին, դրա համար ես բարձրաձայնեցի, որպեսզի ձեզ հիմնավորեմ, թե ինչի ես փուլում մենք քրեական հետապնդումներ չենք ներկայացրել, որովհետև դատաբժշկական փորձաքննության անձի վրա, ով որ նշում է, որ իրան ձեռքերով, ոտքերով անընդմեջ մեջ հարվածել է այդ մարդու վրա, թե ինչի դատաբժշկական փորձաքննության վնասվածք չկա։ Ինձ համար որպես իրավաբան հարց է ծագում։ Դրա համար ձեր բարձրաձայնեցի, պարոն Դանիելյան։ Չկներեք, ձեր տեսնելը եւ համապատասխան փորձագետը, ով որ իրավասու է պատասխանի այդ հարցին, լրիվ տարբեր հասկացություններ են։ Պարոն Դանիելյան, կներեք, մենք վարույթ իրականացնող մարմին ենք, մենք գնահատում ենք, մեր համար ապացույց ոչ թե ազգային ժողովի падգամավոր պարոն Դանիելյանի հայտարարությունը, այլ փորձագետի, ով որ ձեռնհաս փորձագետ է, ապացույց փորձագետի եզրակացությունն է, պարոն Դանիելյան։ Օրենքն է դա ասում է անձի վնասվածքների արկայությունը եւ ծանրությունը կարող է հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։ Կներեք, էլի ես ավարտեմ։ Իսկ ինչ վերաբերում է տեսագրություններին, պարոն Դանիելյան, աշխատասենյակում, երբ որ այդ միջադեպը ենթադրաբար այդ միջադեպը տեղի ունեցել, աշխատասենյակում ինչ տեսագրության մասին, այսինքն այդ աշխատասենյակը դուք մտածում եք, այդ աշխատասենյակը ներսից նկարահանվում է։ Ինչ հանցագործում, պարոն Դանիելյան, աշխատասենյակն է նկարվում։ Ինչ վերաբերվում է դրսի տեսագրություններին, միգուցե դրանց հետ եք խաղ, պարոն Դանիելյան, մենք այդ մասով գործողություններ ձեռնարկել ենք, ավելին, հիմա դուք ինձ ստիպում եք, մենք ամեն ինչ արել ենք ու անհետաձգելի ձևով արել ենք։ Երբ որ կխնդրեմ, երբ որ համապատասխան փուլը հասնի, դուք որպես ազգային ժողով падգամավոր հարցում անեք, մենք բոլոր հարցերի պատասխանները սպառիչ կտանք։ Շնորհակալություն։ Հաջորդը падգամավորները տեղերով փոխվել են, Մարիամ Պողոսյանը հարց կտա։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, ըստ զեկույցի կան քննիչներ, որոնց ծանրաբեռնվածությունը տարեկան հասնում է ավելի քան 150 գործի, ինչը ակնհայտորեն խոչընդոտ է ստեղծում ավելի արդյունավետ եւ խորքային քննություն իրականացնելու համար, եւ հետեւաբար հարց է առաջանում, թե ինչ համակարգային լուծումներ եք տեսնում այս ծանրաբեռնվածությունը հաղթահարելու համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Նախ նշեմ, որ այդ առումով առաջնայինը մենք հիմնականում որպեսի քննիչի աշխատանքային եւ ծանրաբեռնվածություն թեթևանա, մի քանի ուղղություններով ենք աշխատանք իրականացնում։ Առաջինը դա կադրային համալրվածությունն է։ Մենք պարբերաբար հայտարարում ենք թափուր տեղերի համար մրցույթներ եւ այս տարի, եթե չեմ սխալվում, մոտավորապես արդեն 3 մրցույթ ենք հայտարարել եւ բավականին մեծ թվով անձինք ունենք, ովքեր որ դիմել են, դիմորդներ ունենք, բավականին մեծ դիմորդներ ունենք եւ բավականին շեմը հաղթահարած անձինք ունենք, ովքեր որ գիտեք, որ Արտադրության ակադեմիայում եթե նախկինում փորձառություն չունեն, պետք է համապատասխան վերապատրաստումների դասընթացներ ունենան։ Ես հենց այսօր նշանակել եմ մոտավորապես արդեն հաղորդագրություն տարածվեց այդ մասով, որ ես ընդունել եմ նաեւ նորանշանակ քննիչներին, այսօրվանց արդեն մոտավորապես 25 կամ 26 անձի նշանակեցի, առաջիկայում էլի նշանակումներ կունենանք, այսինքն պարբերաբար մենք պետք է նաև այս կադրային համալրվածությունը ապահովենք, որպեսզի քննիչների թափուր տեղերի քանակը լրանա եւ ըստ էության կամ գոնե համալրվածությունը բավականին մեծ լինի, որպեսզի քննիչների ծանրաբեռնվածությունը թեթևանա։ Հաջորդ ուղղությունը, որը որ մատնանշել ենք, ըստ էության նաև որոշակի նախատեսում ենք օրենսդրական փոփոխություններ նախաձեռնենք
որպեսի որոշ հանցակազմեր կամ, չգիտեմ, կամ ապաքրեականացվի, կամ որոշակի շեմը բարձրանա, որպեսի նաև դա լրացուցիչ կբերի նաև քննիչների ծանրաբեռնվածության թեթևացմանը եւ ամենակարևոր հանգամանքը նաեւ որպեսի մենք նախկինում կուտակված քրեական վարույթներով ապահովենք համակողմանությունը, լրիվությունը եւ քննչական գործողությունները կատարենք սեղմ ժամկետում, ընթացքները լուծենք, ավելի շատ քրեական վարույթների ընթացք լուծենք, քան թե նախաձեռնում ենք, դա ավտոմատ բերելու է նաեւ քննիչի ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Ես նշեմ, որ այդ առումով քննչական կոմիտեն հսկողությունն է ուժեղացրել եւ նաեւ բավականին քրեական վարույթներ կան, որոնք որ նախկինում քննիչներ են եղել, ովքեր որ վերահսկողություն են իրականացրել բացառապես, բայց հիմա նաեւ այդ քննիչներն էլ են նաեւ գործեր քննում, նաեւ քրեական վարույթներ են քննում բաժնի պետի տեղակալները, վարչության պետերը, այսինքն բաշխել ենք այնպես, որպեսի ծանրաբեռնվածությունը քննիչների թեթևանա։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք։ Շնորհակալություն պարոն Պողոսյան պատասխանի համար։ Իրականում քննիչների աշխատավարձերը բարձրացնելուց հետո կարծում եմ բավականին գայթակղիչ է դարձել եւ կարծում եմ, որ հույս ունեմ, որ նոր մասնագետների կկարողանաք ներգրավել եւ նաեւ ուզում եմ հասկանալ ինչ քայլեր եք ձեռնարկում արդեն իսկ գործող անձնակազմի վերապատրաստումների ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք նաև իմ հաշվետվության մեջ ներկայացրել եմ նաև վերապատրաստումների հետ կապված, մենք պարբերաբար զբաղվում ենք անձնակազմի վերապատրաստմամբ, Արդարության ակադեմիայում են վերապատրաստում, տարբեր դասընթացների հետ կապված ծրագրերում են ներգրավում քննիչները, նաև նշեմ, որ նախորդ տարի բավականին մեծ թվով անձնակազմ ունենք, ովքեր մեկնել են նաև արտերկիր եւ այնտեղ տևական ժամանակ կոնկրետ ոլորտներով համապատասխան դասընթացներ են անցել, դա վերաբերվում է կիբերանվտանգության ոլորտին, վերաբերվում է կոնկրետ առանձին դեպքերին եւ մեծ թվով անձնակազմ ունենք վերապատրաստված եւ այդ աշխատանքը շարունակական բնույթ է կրում եւ ներկայումս քննչական կոմիտեն մեծ ուշադրություն է դարձնում անձնակազմի վերապատրաստմանը, որովհետեւ ավելին, երբ որ վերապատրաստված անձնակազմը ժամանում է օրինակ Հայաստան, մենք նաեւ կազմակերպում ենք, որպեսզի վերապատրաստված քննիչը կամ պաշտոնատար անձը ինքն իր հերթին մյուս քննիչների հետ վերապատրաստում իրականացնի եւ փոխանցի նաեւ այն ստացած գիտելիքները, որոնք որ ստացել է, կներեք։ Էրիկնաս Տիգրանյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյան, շնորհակալություն տարեկան հաղորդումը ներկայացնել այս կողմն է։ Տարեկան հաղորդումը ներկայացնելու համար, իհարկե այս տարեկան հաղորդման մեջ ձեր որպես կառույցի ղեկավար ընդհանրապես շատ կարճ ժամանակահատվածն է, բայց ամփոփելով ամբողջ կոմիտեի գործունեությունը, պիտի ուղղակի իմ գործընկերոջ հարցի շարունակությունը տամ կադրերի հետ կապված, ոչ թե անդրադառնանք քրեական գործերին, վարույթներին կամ կոնկրետ դրվագներին, այլ կուզեի իմանալ կոմիտեում կադրերի հոսունության վիճակի մասին, որովհետև օրենսդրական փոփոխությունները, որ նախորդ տարի կատարվեցին, նպատակը այն էր, որպեսզի բարձրացնեն կոմիտեում աշխատանքի գրավչությունը եւ նաեւ այն թոշակային համակարգը, որ ներդրվեց 20 տարի քննիչի աշխատանք իրականացնելու դեպքում թոշակի իրավունքի ձեռքբերումը ըստ էության նպատակ էր հետապնդում հոսունությունը կանգնեցնել, կուզեի իմանալ ձեր տեսակետը արդյոք դրական տեղաշարժ այս առումով նկատել եք, հոսունության կանգ կա եւ նոր կադրերի հետաքրքրություն կա համակարգի նկատմամբ, չնայած որ ըստ ես հաղորդմանն էլ քննիչի տարեկան զբաղվածությունը մոտավորապես տարեկան 320 մոտավորապես գործ է, ինչը նշանակում է, որ դեռ ծանրաբեռնվածությունը կա։ Եվ արդյոք նոր քրեադատավարական օրենսգիրքը եկավ ավելի հեշտացնելու, այսպես պատկերավոր ասած, քննիչների կյանքը գործունեության իմաստով, թե ավելի բարդացրեց հաշվի առնելով, որ կասեցված նախկին գործերը, այն նախկինում կասեցված գործերը իրենք համարվում են վերաբացված գործեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Տիգրանյան, ես նշեմ ու ցավով եմ նշում, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը ըստ էության նախկինում, երբ որ մենք համապատասխան գործիքակազմ ունեինք, որը որ նպաստում էր քննիչի աշխատանքի թեթևացմանը, ըստ էության նվազեցմանը, հիմա որոշ այդ գործիքակազմից զրկվել ենք եւ հետեւաբար ավելացել է նաեւ քննիչի ծանրաբեռնվածությունը, մասնավորապես
նախկինում դուք գիտեք, որ քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլ կար, այսպես ասած նյութերի նախապատրաստման փուլ, որը որ 10-օրյա ժամկետում քննիչը քրեական գործ հարուցելու մասին որոշում էր կայացնում կամ մերժելու մասին որոշում էր կայացնում։ Հիմա այս փուլը այլևս գոյություն չունի։ Եվ քննիչը արդեն իսկ պետք միանգամից այն դեպքերով, երբ որ օրինակ նախկինում 10-օրյա ժամկետի մեջ կարող էր հանգել հետևության, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա, մերժում էր։ Իսկ հիմա մենք պարտադիր քրեական վարույթ ենք նախաձեռնում եւ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո արդեն ձեռնամուխ ենք լինում նախաքննության կատարմանը։ Այսինքն սա բերել է քրեական վարույթների զգալի քանակական աճին, սա մեկ։ Երկրորդը մենք նախկինում օրենսդրական կարգավորում կար, երբ որ օրինակ չբացահայտված դեպքերով կասեցման որոշում էր կայացնում, հիմա այդ գործիքակազմից զրկվել ենք, բոլոր քրեական վարույթները կասեցման հասկացություն չբացահայտման հիմքով չկա։ Ավելին ասեմ, անցումային դրույթների ուժով Տիկին Տիգրանյան, մենք տասնյակ հազարավոր քրեական վարույթներ, որոնք որ նախկինում կասեցված են եղել, այդ վարույթները վերսկսել ենք։ Սա հսկայական աշխատանք է։ Պատկերացրեք ստորաբաժանում տասնյակ հազարներով վարույթներ միայն որոշում կայացնելը։ Սա բնականաբար բերել է քննիչի աշխատանքի զգալի աշխատանքի ավելացմանը, հետևաբար նաև այս առումով ես այլ մանրամասներ չնշեմ, քննիչի նոր օրենքը ըստ էության նաև քննիչի ծանրաբեռնվածությունը զգալիորեն բարձրացրել է։ Ավելին ասեմ, հիմա քրեական հետապնդման հարուցման պահից արդեն հստակ ժամկետներ են հոսում, եւ սա նաև բերել է զգալի քննիչի պատասխանատվության բարձրացմանը։ Իհարկե նոր քրեական դատավարության օրենսգիրքը նաև այլ դրական շատ ավելի դրական կողմեր էլ ունի, որոնց դրանց մասին արդեն գիտեք, հենց այդ ժամկետների պատասխանատվության հստակեցման առումով, ժամկետների առումով քննիչի պատասխանատվությունը զգալիորեն բարձրացել է։ Ինչ վերաբերվում է կադրային քաղաքականության հետ կապված Տիկին Տիգրանյան, նշեմ թվային տվյալներ, օրինակ ծառայությանը նշանակվել անցած տարի քննիչի տեխնացուների ցուցակում ընդգրկված 118 տեխնացու, որից 29-ը եղել են կոմիտեում նախկինում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, զբաղեցած պաշտոնից ազատվել է 84 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որից 75-ը գրավոր դիմումի հիման վրա, 4-ը պաշտոնից ազատվել է կարգապահական տույժ նշանակվելու հիմքով, ժամանակը սպառվեց, կներեք։ Համեցեք արձագանք։ Շնորհակալ եմ պարոն Պողոսյան պատասխանի համար։ Ես օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ձեր դիտարկումների հետ մեծի մասամբ համաձայն եմ եւ արձագանքելու հնարավորություն տալու